անցյալ տեսանյութում չհասցրեցի ասել ամեն ինչ որ ուզում էի, որովհետև երկար մեզը չեմ սիրում երկար գրեմ, ասի մի կարճ հիմա ասեմ, խոսեմ։ Բոլորը քննարկում են այն հարցը, թե ինչպես Փաշինյանը արձագանքեց Իսրայելի ցեղասպանությունը ընդունելու որոշմանը, դե մեր ասած չի էլ ընդունել դեռ, ընդունել է միայն կառավարությունը ոնց որ թե դեռ պետք է պարլամենտը իրան վավերացնի, բան դե մի խոսքով համենայն դեպս սպասում են շնորհակալություններ, անպագորգոր ինչ որ հայտարարություններ։ Ես հիմա ասեմ իմ կարծիքը, եթե դες հետաքրքրում է։ Ում որ հետաքրքրում է, կարող է դնել լայք, տարածել նյութը, գրանցվել ալիքից, ու որ չի հետաքրքրում, հենց հիմա անջատվեք եւ սիրուն գնացեք տուն։ Կամ փոխեք ալիքը։ Այսպիսի մի բան, ժողովուրդ ջան, դու գիտեք, Փաշինյանը շատ էմոցիոնալ մարդ է, կարող է չանա, ասենք, ընկնի ինչ-որ կնանիքի հետևից սկսի, կնանիքի վրա գորգորալ, ճվճվալ բանս, մենք տեսանք, թե նախընտրական կոմպանիայում ինչպես իրեն վայել, այսպես ասած, պահեց, եւ ես էլ էի ջղայնացել, որովհետեւ էմոցիոնալ մարդ է, եւ սպասվում էր, որ նույն ձևի էմոցիոնալ կարող է նաև պատասխանել բանին Իսրայելի որոշմանը շնորհակալություններով, թեպետ ես գիտեի, որ տենց չի լինի, բայց այդպիսի սպասումներ կար, որ գոնե ինչ որ արձագանք լինի, արձագանք եղավ, որ ասեց, որ դա մեր օրակարգում չի, в общем, ընդունում եք, ընդունեք, չեք ընդունում, մի ընդունեք։ Ես համարում եմ, եթե որքան հնարավոր է օբյեկտիվ վերաբերվում եմ այդ հարցին, թեպետ ես սուբյեկտ եմ, օբյեկտ չեմ, բնականաբար ինչ-որ սուբյեկտիվ կարծիքներ կա, ես համարում եմ, որ ճիշտ է արել տվյալ հարցում, որովհետև դա այն հարցը չի, որ պետք է մոտենաս էմոցիոնալ, նա նայում է, այսօրվա իշխանությունը նայում է այդ հարցին աշխարհաքաղաքական բանով տեսանկյունից, որտեղ մեզ ավելի կարևոր է երկրի զարգացումը, հարևանների հետ մեր հարաբերությունների կարգավորումը, որքանով դա հնարավոր է, անգամ եթե դա այնքան էլ հաճելի չի մեզ եւ սպասելիքները ուրիշ են, հա, որովհետեւ հարցը իսկապես շատ բարոյական հարթության մեջ է, հարցը շատ ցավոտ է մեզ համար, ես բազմիցս խոսել եմ դրա մասին, որ դա մեծ տրավմա է եւ այդ տրավման չի բուժվելու երբեք եւ հասարակության մեջ միշտ լինելու են տարաձայնություններ այդ հարցի վերաբերյալ մանավանդ Սփյուռքում, որտեղ Սփյուռքի 90%-ը հենց այդ ողբերգության կրողն է։ Եթե նայենք Վարդանուշ տատի իմ տատի կամ պապերի տեսանկյունից, տատս, որը որ մեծացել է ամերիկացիների որփանոցում եւ մինչեւ կյանքի վերջ երախտապարտ էր Ամերիկայի իշխանությանը, անգամ ամերիկերեն գխոսեր, կսեր close the doors, open the doors, Սերոժիկ ջանը, բա ամերիկացիք լավ մարդ են, բայց ինչու են դանդել времен կսոր վադնեն չի դեմ չեմ հասկնա, այդպես է բան կեղնի, հա խեղճ կնիկը չէր հասկանում, թե ինչի է խորհրդային միությունը Ամերիկայի հետ սառը պատերազմի մեջ, այո, եւ շատ էմոցիոնալ է վերաբերվում այդ հարցին, ես հիշում եմ ապրիլի 24-ին միշտ մեր տանը սուգ ա եղել, տատս հիշում էր այդ սարսափելի տարիները, ես դրա մասին խոսել եմ իմ ներկայացումների մեջ, Սերոժիկ գրքի մեջ եմ գրել շատ այսպես էմոցիոնալ կտորներ են, բայց Վարդանուշ տատին կարելի է դա ներել, ոչ միայն այն պատճառով, որ նա հենց ուղիղ կրողն էր եւ ծնողներին մորթել են հենց իր աչքի առաջ, նա ասես պատվալից կաշեինք մենք, թե ինչը կենեին այդ ամեն ինչը, հետո մեզ հարևանները, ըստ երևույթին ես թուրք հարևաններն են եղել, կամ քուրդ իրենց հագցրել են, շորն են հագցրել ինչ-որ քրդական բան եւ թողել են դաշտ եւ այդպես նա թե չգիտեմ ոնց հասել է Ալեքսանդրապոլ, այսինքն այսօրվա Գյումրին, առաջվա Լեռնականը։ Շատ էմոցիոնալ հարց է, բայց եթե նայես այսօրվա մեր այսպես պետության շահերից եւ նայես արդյոք այսօր դա է կարևոր մեր պետության համար,
իհարկե այդ որոշումը միանգամայն ճիշտ սառը գլխով ընդունած որոշում էր, որ եւ ոչ մի պետության այլ պետության գործողություններին, որը միտված է ցեղասպանությունը ընդունելու Հայաստանի Հանրապետությունը պետք է ձայն չհանի, գոնե ձայն չհանի, հասարակությունը իհարկե ուրախանում է, շնորհակալ է լինում, ես էլ եմ ուրախ, ասենք, ու տենց, ասենք, շատ եմ ուրախ, չէ, մենք գիտենք Իսրայելը դա ինչի է ընդունել, խոսել եմ արդեն դրա մասին, բայց կա պետական շահեր եւ պետական շահերից դա բխում է։ Իհարկե չես կարող անտարբեր մնալ Ադրբեջանի հանդեպ այդ զիջողականությունը գոնե հրետորաբանության մակարդակով, հա, որ իրանք սա օրը խոսում են արևմտյան Ադրբեջանի մասին, իրանք վերադարձի բանից մենք չենք խոսում, մենք ունենք գերիներ, բայց գերիների մասին չի խոսում, ճիշտ է, ենթադրում ենք, որ անդրկուլիսյան ինչ որ շարժում կա այդ թեմայով միգուցե, ուզում ենք ենթադրել, ուզում ենք հավատալ, որ դա այդպես է, բայց այդ լռությունը իհարկե մեզ յարդայնացնում է բոլորիս, իսկ ինչ վերաբերվում է 100 տարվա առաջ այդ տրագեդիային, որը որ չունի ժամկետ, հա, եւ հանցագործություններ կան, որոնք որ ժամկետ չեն ճանաչում, դա հանցագործություններ, ասենք, մարդկության հանդեպ, ստեղ իհարկե պետք է իշխանությունը լինի զուսպ եւ ավելի հեռատես, որովհետեւ մեզ հետաքրում է տվյալ դեպքում ոչ թե պետությունը, ոչ թե բանը, պատմությունը, այլ մեր պետության ապագան։ Ապագա չունենք, կարելի է ասել, եթե չբացվի Թուրքիայի սահմանը։ Մենք տեսնում ենք, որ մեր ապրանքները կամաց-կամաց սկսում են դուրս գալ Եվրոպա։ Նույն Ուկրաինան, նույն մեր բալթյան երկրներ, նույն, ասենք, եվրոպական երկրներ, թե ինչպես է դուրս գալի, ես չգիտեմ, ըստ երևույթի Վրաստանով, բան, մի ձև հեռու ճանապարհներով, կամ Վրաստան, Թուրքիա հետո այնտեղ, չգիտեմ, բայց եթե Թուրքիան բացի սահմանը, ես չեմ հավատում, որ կբացի առաջիկայում, որովհետև Թուրքիան Ադրբեջանից կախված է ցավոք եւ Ադրբեջանը կամաց-կամաց դառնում է տարածքային, այսպես ռեգիոնալ խաղացող, առաջ մենք էինք խաղացող, երբ որ ունեինք, այսպես ասած, դիրքավորում, հիմա իրենք են, կոպիտ ասած, եթե շատ կոպիտ ասեմ ֆուտբոլային լեզվով, հիմա ակտուալ է աշխարհի առաջնությունը, 1-1 է մեր հաշիվը, հիմա ինչի է, այսպես, հա։ Լմբանը իրանք ավել են, որև ունեն գերիներ եւ ունեն գրավյալ տարածքներ, որ իրանք գրավել են։ Ապա այդ տեսանկյունից իհարկե շատ ցավալի է այս ամեն ինչը, բայց եթե նայես ապագային, ապա իրականում այդ ամեն ինչը ես եթե անգամ չեմ ողջունում, որտեղ էմոցիոնալ կապված եմ այդ խնդրի հետ, որպես ժառանգ, բայց նայում ես, որ երևի թե դա ավելի ճիշտ է եւ իմ հետևորդներին էլ եմ ոչ թե կոչ եմ անում, այլ ուղղակի իմ կարծիքն եմ հայտնում, կարող եք չհամաձայնվել իհարկե, դա ճիշտ որոշում է։ Մի բան էլ ասեմ, իմ ալիքը, իմ խոսքը ուղղված չէ այն մարդկանց, որոնք որ ամեն տեղ փնտրում են նիկոլական կամ քոչարյանական, սև կամ սպիտակ։ Աշխարհը երկու գույն չի կարող լինել, դա այս հեղափոխություն կոչվածի, եթե դա կարելի այդպես համարել, բանն է, գոնազարդումն է, էլի, որ ասենք հասարակությունը կարելի է ներկել երկու գույնով։ Այդպես չի իրականում։ Հուսամ, որ իմ հետևորդի մեծ մասը ամենայն դեպս դա ինտելեկտուալ մարդիկ են, թեկուս իհարկե զուրկ չեն էմոցիաներից ինձ նման, բայց հասկանում են խոսքի ինչի մասին է, նրանք ովքեր որ կփորձեն ինձ ինչ որ ճամբարին տեղադրել, ես համարում եմ, որ իրենք կրթվելու եւ մի փոքր մտածելու խնդիր ունեն, որովհետեւ չեմ համարում, որ ես այդքան բութ եմ, առանձնապես խելոք մարդ չեմ, բայց բութ չեմ։
Երկրորդ թեմային եթե անդրադառնամ, շատ հաճելի մի լուր էլի ստացա, որ Ուկրաինան գնել է մեր ծաղիկները զարմանալիորեն, ասենք միանգամից մի քանի ֆուր սպառվել, հիմա չգիտեմ ով է առել, հայերն են թե հենց ուկրաինացիները եւ մեր ծիրանը։ Անցյալ ռոլիկի մեջ խոսեցի, բայց չունեի կոնկրետ տվյալներ։ Հիմա ես ուղղակի Մարատ Հակոբյանի կա այդպիսի մի ուկրաինացի բլոգեր հայազգի, իր ալիքից տեղեկացա, որ Ուկրաինան ինչ որ քանակությամբ ինչ որ տենց հայ ապրանքներ է գնել, ծիրան է գնել, եւ դա Սփյուռքի Ուկրաինայում գտնվող Սփյուռքի շնորհքն է կոպիտ ասած, դա ոչ թե չինովնիկների ինչ որ պետական պայմանավորվածությունների շնորհքն է, այլ հենց Ուկրաինայի մեր հայրենակիցների, մեր Սփյուռքի գործն է արած եւ դա եթե հիմա այսպես ճիշտ տեղ դնեմ այդ խոսքը, կարող եմ ասել, որ գիտեք շատ կարևոր բան է հիմա կատարվել, որովհետեւ մենք Սփյուռքին նայել ենք միայն որպես կթուկով, որ ասենք պետք է անպայման փող ուզենք իրանցից, բան անենք, բայց չէ, տեսեք ինչքան ճիշտ կարելի է օգտագործել, լավ բառ չի ագե օգտագործել, բայց հարաբերվել, այսպես ասեմ, Սփյուռքի հետ, որովհետեւ եթե դու ունես հզոր համայնք ինչ որ միտեղ, իսկ Ուկրաինայի հզոր համայնքը ձևավորվել է անի անկումից հետո, հա, ասենք, եթե չեմ սխալվում 11 թե 12-րդ դարից, այո, ապա այդ Սփյուռքը օգտագործել եւ կապեր պաշտպանել թեկուս առևտրի բանի համար, թեկուս կապերը զարգացնելու համար շատ ողջունելի, շատ լավ քայլ է եւ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր հայրենակիցներին, որ այդքան լավ գործ արեցին, որ մեր բիզնեսմեններին օգնեցին։ Եվ դա ես կարծեմ շարունակական բնույթ պիտի կրի, որովհետեւ մենք Սփյուռք ունենք ոչ միայն Ուկրաինայում, իհարկե մեր դա ասենք ամբողջ Եվրոպան, Եվրոպայի շատ երկրներում էլ կա, եւ եթե մեր ոչ թե միայն ներքին կանալներով լինի այսպես Սփյուռքի եւ հայ հասարակության եւ բիզնեսմենների, այլ նաեւ ավելի ամուր կանգնի պետական հիմքերի վրա, ստեղ մի կասկածներ կա իհարկե, որ մեր չինովնիկները այդքան հմուտ կլինեն եւ այդքան պրոֆեսիոնալ, ապա կլինի ավելի լավ եւ ավելի հեշտ կանցնենք այս այսպես ասած ռուսական շանտաժի կողքով։ Ողջունում եմ, շնորհակալություն, շատ լավ է։ Եթե ուզում եք ավելի տեղեկանալ այդ ամեն ինչին, կարող եք ուկրաինայական ալիքներին հետևել, մանավանդ Մարատ Հակոբյանի ալիքին, ինքը այդպես շատ լավ գործ անում, Սփյուռքի ներկայացուցիչ է եւ բացի ուկրաինական նորություններին նաեւ շատ հաճախ տալիս է նաեւ այնտեղից Սփյուռքի նորությունները եւ այս նորությունը ինձ շատ դուր եկավ եւ ուզեցի ձեզ հետ կիսվել պոզիտիվ այսպես նյութով։ Շնորհակալություն, հաճախ եք ներկայացումներիս, ամսի 10-ին սպասում եմ ձեզ Սարի թատրոնում, ամսի 17-ին սպասում եմ Կամերային թատրոնում, Սարի թատրոնում խաղալու եմ Էն Լորուձորն է, յուղական միջավայրում, այսպես շատ հետաքրքիր ներկայացում եմ պատրաստել ձեզ համար, իսկ ամսի 17-ին Կամերային թատրոնում կտանեմ Տար ինձ քեզ հետ ներկայացումը, որը երրորդ անգամ եմ խաղում այս տարվա ընթացքում եւ ցանկացողները բավականին շատ են։ Շնորհակալություն հանդիսատեսին։ Նաև donation-ը շարունակվում է Սարի թատրոնի, դա էլ գիտեք, մոնտաժ անողին կխնդրեմ QR կոդը տեղադրել։ Այդքան բան, քան դիպենք։ Կնոպ կերտից